Բելը առաջարկեց Հայկին հետ վերադառնալ և ենթարկվել իրեն, դրա դիմաց խոստանալով նրան անհոգ ու երջանիկ կյանք, սակայն Հայկը մերժեց նրան։ Նա որոշել էր մնալ և ստեղծել Արարատյան երկրում այնպիսի պետություն, որի հիմքում կլինեն արարչագործությունը, մարդասիրությունը, ազնվությունը։ Չկարողանալով համոզել Հայկին, Բելը որոշեց հարցը լուծել բռնի ուժով և անթիվ զորքով շարժվեց դեպի Արարատյան երկիրը։ Այդ ժամանակներում հիմնական զենքը թուրն ու նիզակն էր, սակայն Հայկի ու իր որդիների զինանոցում կար ևս մի հզոր զենք՝ լայնալիճ աղեղ։ Այդպիսի աղեղ պատրաստելու համար պետք էին հատուկ հմտություններ ու գիտելիքներ, իսկ նետաձիգը պետք է հսկայական ուժ ունենար։ Հայկի աղեղը իր չափ մեծ էր, իսկ նետերը ունեին եռաթև ծայրեր։ Նույնիսկ մեծ հեռավորության վրա նրանք ծակում պատռում էին ամենաամուր զրահը։ Պատրաստվելով Բելի դեմ կռվին, Հայկը իր նետերը մի ամբողջ օր պահեց սառնորակ աղբյուրում, որպեսզի կենարար ջուրը զորություն տա նրանց։